Ապագայում մենք ականատես կլինենք շատ կուսակցությունների վրա հարձակումներ։ Ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը ցանկացած քայլի, ցանկացած ճանապարհով ընթանալու է, որպեսզի խոչընդոտի հավանական, այսպես կամազգային ժողովում հայտնվողների կամ իրեն հաղթողների մուտքի խոչընդոտ է ստացվում, գտնվում է ընդդիմության դաշտում։ Ընդդիմությունը կորոշի Նիկոլ Փաշինյանը վերարտադրվում է թե ոչ։ Չորրորդ հանրապետությունն ասելով, փաստացի Հայաստանի Հանրապետության լուծարային process-ը արդեն սկսել է, մեկնարկել է։ Նիկոլ Փաշինյանի երրորդ հանրապետության լուծարումով Հայաստանի Հանրապետության անկախության վրա մի մեծ խաչ է քաշում։ Նիկոլ Փաշինյանը ակնհայտ է, որ չունի 50+ վարկանիշ։ Ակնհայտ է, որ ընդդիմադիր դաշտում էլ որևէ մեկը չունի 50+ վարկանիշ։ Կան դերակատարներ, որ եթե Նիկոլ Փաշինյանը եւ այդ դերակատարներն ունեցին, վստահաբար Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է։ Կա հակառակը։ Ճշգրիտ հակառակն էլ կա։ Այո, կլինեն դերակատարներ, վստահաբար Նիկոլ Փաշինյանը հիմա կան դերակատար քաղաքական դաշտում։ Այո։ Կհայտարեն կանոնները։ Յուրաքանչյուր իր առանձին ամբիցիայով կշարժվի առաջ, ապա տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի վերարտադրություն, վերակշռող մեծամասնությունը դրանք արևմտամետի անվան տակ հանդես եկող թուրքամետներն են։ Հայաստանում չկա արևմտամետություն եւ ռուսամետություն։ Փաշինյանը արևմտամետ չէ, Փաշինյանը թուրքամետ է։ Փաշինյանը վերջերս անուղղակի հայտարարեց կուսակցությունների ֆինանսավորման աղբյուրները ստուգելու, ինչու՞ չէ նաև հնարավոր կասեցումների մասին։ Ընտրությունների մոտենալուն զուգահեռ իշխանությունը նաև հստակեցրել է նախընտրական հիմնական թեզերը։ Բարև ձեզ, ես Արկադի Գրիգորյանն եմ, Կիզակետում այսօր։ Ինչով է պատասխանելու ընդդիմությունը եւ պատասխանելու է արդյոք մինչեւ ընտրություններ։ Հայաստանը ես եմ նախաձեռնության ղեկավար Նայիրի Սարգսյան, բարի գալուստ Կիզակետ։ Բարև ձեզ, շնորհակալություն։ Մենք ենք շնորհակալ։ Պարոն Սարգսյան, Փաշինյանը խոսեց կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության, ընդհանուր եմ ասում, հնարավոր ստուգումների մասին, քաղաքական դաշտում անմիջապես ենթադրություններ, մտավախություններ առաջացան, որ սրա թիկունքում մի տեսակ անոնս զգուշացում կար, օրինակ կուսակցությունները կարող փակվել որոշները, չգիտեմ։ Կարող է արդյոք նման քայլի գնալ ձեր կարծիքով ընտրություններին ընդառաջ Փաշինյանը, եթե հաշվի առնենք, որ Ստրասբուրգում հակառակն էր ասում, որ մենք շարունակում ենք ժողովրդավարության առաջամարտիկ եւ այլն, այսպես շարունակ։ Կա այդ վախը իր մեջ, որ փորձի այդպես լուծել հարցը, կգնա նման բանի, խնդրեմ։ Իհարկե, Փաշինյանը դե գաղտնիք չի, որ ապրում է վախերով, եւ գաղտնիք չի, որ ցանկացած գործողություն կապ չունի իրավաչափ է, ոչ իրավաչափ է իրականացնում է, որպեսզի ընտրություններում կարողանա իր համար հաղթանակ ապահովել։ Եկեք հիշենք ինչ փոփոխություններ իրականացրեց, սկսած ուրեմն դրական օրենսգրքի փոփոխությունից, որ 3 ուժից ավելի չեն կարող միավորվել ազգային ժողովում եւ դրա համար պետք է տեղի ունենա խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ, շարունակելով քվեարկության ընթացքում ընտրությունների կասեցման, արտակարգ դրությամբ, արտակարգ իրավիճակով կամ ռազմական դրությամբ պայմանավորված, իհարկե հաջորդ հարձակում պետք է լինեն արդեն կամ հարձակման թիրախը պետք է լինեն կուսակցությունները։ Կուսակցությունները այդպես շատ ստուգելու կարիք չունեն, որովհետև բավականին իրավական ակտերով այդպես նրանց վերահսկողական մեխանիզմները մշակված են, բավական լայն են մշակում անցնում։ Աուդիտ են անցնում բարբերաբար կուսակցությունները, հետագայում ընտրական հիմնադրամն է աուդիտի ենթարկվում եւ բոլորը բաց ու թափանցիկ են լինում։ Հետեւաբար կուսակցությունների վերաբերյալ այդպիսի դիրքորոշումները դրանք ոչ այլ ինչ են, քան անոնց, որ ապագայում մենք ականատես կլինենք շատ կուսակցությունների վրա հարձակումներ, այսինքն ոչ իրավաչափ հիմքով ինչ որ այլ հիմքերի ստեղծում, որով հարձակում գործի կուսակցության համար եւ կփորձի խոչընդոտի այդ կուսակցության մասնակցությունը ապագա ընտրություններին։ Այսինքն անակ ղեկավար կազմի հանդեպ ինչ-որ գործ հարուցել, ինչ-որ կերպ, որտեղ դե հիմա արդեն իսկ կան քրեական գործերի հարուցումներ, Կարապետյանը նստած է, մյուսները դատվում են, շատ կուսակցություններ, չէ՞, ղեկավարներ կամ Դեսամել Կարապետյանը դեռևս կուսակցություն չի, բայց հասկանում ենք, բայց շատ կուսակցության ներկայացուցիչներ, կարկառուն դեմքեր, իհարկե բոլորը կամ դատված են կամ քրեական գործերով այդպես կաշկանդված են։ Այսինքն կգնան այդ ճանապարհով։ Ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը ցանկացած քայլի, ցանկացած ճանապարհով ընթանալու է, որպեսզի խոչընդոտի հավանական, այսպես կամազգային ժողովում հայտնվողների կամ իրեն հաղթողների մուտքի խոչընդոտ է ստացվում։ Իրենց համար ունեն երևի այդ շրջանակը ենթադրում եք գծած ովքեր կլինեն։ Եթե մենք կարողանում ենք դա չափել, ընդ որում կանխատեսել, թեկուզ սոցիոլոգիայով չափել եւ այլն, ապա վստահաբար Փաշինյանը նույնպես դա կարող է, որովհետեւ ամբողջ իշխանական ռեսուրսը նրա ձեռքում է կենտրոնացած, այդ թվում ուժային կառույցների օգնությանը դիմելով եւ նրանց ծառայություններից օգտվելով է դա կարողանում չափել եւ ակնհայտ գիտակցում է, որ ինքը չի կարող վերարտադրվել եւ բնականաբար վերարտադրվելը եթե օրինական ճանապարհով չի կարող, պետք է ցանկացած խախտումների ու կեղծիքների գնա, ինչի մասին արդեն խոսեցինք, որպեսզի կարողանա
նվազագույնը դրա իմիտացիան ստեղծել, որ ինքը հաղթելու է։ Վերարտադրվելուն դեռ կգանք այդ թեզերից ասացի, տեսեք, թեզեր կա ընդհանուր, որ արդեն դաշտ են նետված 4-րդ հանրապետություն, իրական Հայաստան, չգիտեմ, ավելի շուտ խաղաղությունը, այդ մոտավորապես այդ 3-ի շուրջ է բոլորն են հասկանալ, սրանցով է կառուցելու, գնալու ընտրության։ Նախ դուք, եթե հակիրճ ասենք, ինչ եք հասկանում սրանց տակ այդ 4-րդ հանրապետության հատկապես։ Եվ արդյոք ամենակարևորը սրանցով կվերարտադրվի, ինչպես 21-ին գիտենք ինչով, մոտավորապես մի քիչ ուրիշով վերարտադրվեց։ Արդյոք սրանք էլի կխաղան այդ դերը։ Ճիշտ է ընտրել իր համար։ Եկեք տարանջատենք, որովհետև 4-րդ հանրապետությունը այլ չարիք է, իսկ վերընտրվելը կամ դա որպես վերընտրվելու այդպես քարոզարշավի նյութ ձևակերպելը, դրանք լրիվ այլ բաներ են, որովհետև իր վերընտրվելը այլևս կախված չի Նիկոլ Փաշինյանից եւ իր ուժից։ Ոչ էլ էս թեզերից նկատի ունեք։ Այո, գնդակը գտնվում է ընդդիմության դաշտում։ Ընդդիմությունը կորոշի Նիկոլ Փաշինյանը վերարտադրվում է թե ոչ, ես դա վստահեցնում եմ, հիմա առաջին հարցին պատասխանը։ Հետո կպարզաբանեք, թե ինչպես կորոշի ընդդիմությունը։ Տեսեք, 4-րդ հանրապետությունը ինքը չանոնսեց իմիջայլոց, ինքը մտավ գործնական կիրառական փուլ, 4-րդ հանրապետությունն ասելով փաստացի Հայաստանի Հանրապետության լուծարային process-ը արդեն սկսել է, մեկնարկել է։ Այն ինչի մասին, որ տարիներ շարունակ խոսում էին, որ Հայաստանը Կներեք, մի ընդհատում 4-րդ հանրապետությունը Հայաստան չի լինելու։ Հիմա միասին կհասկանանք Հայաստան լինելու թե չէ։ Այն ինչի մասին խոսում էինք տարիներով, որ Հայաստանի Հանրապետությունն ապամոնտաժում է, հիմա ապամոնտաժմանը արդեն պետք է հաջորդեր բուն լուծարային process-ը, որի մեջ մենք գտնվում ենք այժմ 4-րդ հանրապետություն ասելով։ Ինչու ենք 3-րդ եւ 4-րդ հանրապետությունների հանդեպ այդպես խիստ գնահատական տալիս։ Տեսեք, Հայաստանի Հանրապետության պատմական շատ փոքրիկ էքսկուրս եկեք անենք։ Ինչ է տեղի ունեցել վերջին 100-ամյակում կամ 120-130-ամյակում Հայաստանի Հանրապետության հետ։ Պարսկաստանի տիրապետության տակից ռուսական կայսրությունը Հայաստանի Հանրապետությունը ազատագրել է, այնուհետև Հայաստանի Հանրապետությունը որոշակի փաստաթղթերով մաս է կազմել կամ թեկուզ այսպես ճնշման տակ Խորհրդային Միությանը, այնուհետև Խորհրդային Միությունից Հայաստանի Հանրապետությունը իրական անկախություն է ձեռք բերել ազգերի ինքնորոշման իրավունքից օգտվելով։ Այսինքն Հայաստանի Հանրապետության պետության գոյության հիմքը ազգերի ինքնորոշման իրավունքն է։ Միջազգային լեգիտիմ բոլոր կանոններով։ Այո։ Հիմա 4-րդ հանրապետություն ասելով, դա նշանակում է 4-րդ հանրապետություն, հետագա գործողություն, համանadrության փոփոխություն եւ պրեամբուլայի հատվածի վերացում, այսինքն անկախության հռչակագրի վերացում, ինչը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականը, նշանակում է ազգերի ինքնորոշման իրավունքի օգտվելուց հրաժարում։ Սա նշանակում է Հայաստանի Հանրապետության գոյության իրավունքի դադարեցում, ինչին կարող է հաջորդել օրինակ, չգիտեմ, ռուս-ուկրաինական պատերազմի կամ բախման ավարտից հետո, մանավանդ վերջերս էլ արդեն շատ է հարթակներում տարբեր քննարկվում, որ Խորհրդային Միությունը իրավական ճանապարհով չի փլուզվել եւ Խորհրդային Միության ստեղծման եւ լուծարման իրավական ակտերի միմյանց հակասում են, Նիկոլ Փաշինյանը իր սովորության համաձայն ինչի մասին որ խոսում է, դրա տրամագծորեն հակառակը իրականացնում է, այսինքն Հայաստանի անկախությունից է խոսում, ինքնիշխանության պահպանումից է խոսում, Հայաստանի Հանրապետության համար հիմք է ստեղծում այլ պետություններին միանալու։ Այն ինչը որ այսքան իրենք այլ դուք միութենականն եք օրինակ ակնարկում։ Տեսեք, ես հիմա չգիտեմ դա ինչ ձևաչափ կլինի, չգիտեմ ինչ ձևաչափ կլինի, որովհետև այդ միութենական պետությունն ասվածն էլ չգիտենք։ Հիմա իրենք կատաղի քննադատում են ակնարկ արած օրինակ Վարդան Ղուկասյանին, չգիտեմ, մեկին որ ասել է կարող է, ինչ վատ է, որ հա, տեսեք։ Միութենական պետությունն ասվածը, այո, մի ինչ որ ձևաչափ է օրինակ Ռուսաստանի եւ Բելարուսի համագործակցության, բայց մենք չգիտենք նրանց իրական նպատակները, ապագա միութենական պետություն է թե ուղղակի Եվրոպական միության նման ինչ-որ միություն կառույց է, թե ինչը չգիտենք, կամ թեկուզ նորից Խորհրդային սոցիալիստական հանրապետություն կամ այս անգամ արդեն չգիտեմ կապիտալիստական հանրապետությունների միությունը, իրապես չգիտենք դա ինչ է։ Բայց այն որ Հայաստանի Հանրապետությունը հանրապետության համար ապագայում այդ միության անխոչնդոտ կամ ոչ թե անխոչնդոտ, այլ ուղղակի ալտերնատիվ չունենալու իրավական հիմք ու երաշխիք է ստեղծում, որ Հայաստանը չի կարող լինել անկախ եւ պետք է լինի որևէ միության կազմում։ Հա, որևէ, ոչ միայն դրա, կարող է ավելի վատ, հա, մարդիկ ասում են, Թուրքիան շատ ավելի շտապողականություն դրսևորի եւ մի այլ այդպես լեգալ եւ լեգիտիմ հիմք ստեղծի եւ փաստորեն բանից բարձի, որ Հայաստան պետք է ինչ որ միության կամ ինչ որ ձևաչափով միանա Թուրքիային։ Դա նույնպես պետք չի բացառել, այսինքն միայն պետք չի կենտրոնանալ Ռուսաստանի կամ նախկին ԽՍՀՄ երկրների համար, բայց այն որ երրորդ հանրապետության դադարեցումով եւ սահմանադրական փոփոխություններով, ինչ իհարկե դե վստահությունն է, որ ինքը չի լինի ու իրա չլինելու պարագայում էլ սահմանադրական փոփոխություն չի լինի, բայց եկեք
վատագույն սցենարը մենք ունենանք միշտ մեր աչքի առաջ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի երրորդ հանրապետության լուծարումով Հայաստանի Հանրապետության անկախության վրա մեծ խաչ է քաշում։ Լավ, գանք ընդդիմության, որ ասում եք, վստահ չլինի ու ընդդիմությունն որոշողը լինելու, այսպես ասենք։ Ինչով է պատասխանելու ընդդիմությունը այդ նորվա ձեր ասածին գոնե կամ նախընտրականի թեզային, ինչ ճանապարհով են դաշտում եղած մեթոդներով, impeachment, փողոց, ընտրություններ եւ ընտրություններով հնարավոր է արդյոք ինչով է որոշելու, Դրանք բոլորը գործիքներ են, կլինի impeachment, կլինի փողոցային պայքար առանց impeachment-ի, թե impeachment-ով կլինի ուղղակի ընտրություն։ Այսինքն դուք impeachment-ը չեք համարում անհույս բան, այսպես ասեմ ձեզ։ Երբևէ չի կարելի անիմաստ կամ անհույս, որը կարծիքներ հնչում չի կարելի անիմաստ որևէ բան համարել։ Ուղղակի, այսպես ասեմ, եթե մի բան տեսականորեն հնարավոր է, դրա գործնական իրացվելիությունը, լինելիությունը բացառապես կախված է դերակատարներից։ Փորձերն էլ սխալ չէ։ Ճիշտ եմ ասում դες, չեմ հասկանում ձեզ։ Իհարկե սխալ չէ, ես գիտեք միշտ առաջնորդվել եմ, եթե ինչ որ բան հնարավոր է, ապա դա իմ մոտ անպայման կստացվի սկզբունքով, ու ես իմ կյանքի ընթացքում այսպես համոզվել եմ, որ այո, ստացվում է։ Ամեն ինչ ստացվում է։ Հիմա խոսենք ամենահավանական տարբերակի ու ընդդիմության այս ասած որոշելու գործիքներից։ Ամենահավանականը եկեք չտարանջատենք, որովհետև էական չի, որը հավանական կլինի։ Տարբեր գործիքակազմերի միջոցով կարող ենք շուտ հասնել հաջողության կամ մի քանի ամիս հետո հասնել հաջողության։ Կարող ենք ընդհանրապես չհասնենք հաջողության, բայց այստեղ Նիկոլ Փաշինյանն այլևս կապ չունի։ Ընդդիմությունը պետք է իրական ընդդիմության մասին է խոսքը, ոչ թե Նիկոլ Փաշինյանի օրակարգը սպասարկող ընդդիմության։ Ընդդիմությունը պետք է ճշգրիտ մաթեմատիկական հաշվարկներով ստեղծի կառուցակարգեր եւ միավորումներ։ Այդ թվում մենք եւ մենք նախաձեռնում ենք առանձին հանդիպումներ, լայնաֆորմատ հանդիպումներ անց ենք կազմում, առաջիկա 1 ամսվա ընթացքում կարծում եմ ամփոփած մեր պատկերը մենք կունենանք։ Եթե իրավական ակտերից են ելնում, եթե օրինականության ճանապարհով մենք դիտարկումներ ենք կատարում, ապա 3 ուժից ավել ազգային ժողովում չեն կարող կազմել կոալիցիա։ Միավորում։ Ինչպես օրինակ Հայաստան դաշինքը 3-ից է բաղկացած, հասկացանք, չէ՞, 2-ից 2։ Չէ, 2-ից է։ Մասնակցային իմաստ, լավ։ Նիկոլ Փաշինյանն ակնհայտ է, որ չունի 50+ վարկանիշ։ Ակնհայտ է, որ ընդդիմադիր դաշտում էլ որևէ մեկը չունի 50+ վարկանիշ։ Այսինքն, այս տրամաբանությունը, որ շարունակում ենք, իհարկե հաշվի առնելով յուրաքանչյուրի վարկանիշի աճի պոտենցիալը, գործողությունները եւ այլն, դրանք բոլորը հետագա հաշվարկելի խնդիրներ են։ Այս պահի դրությամբ եթե դատենք։ Այս պահի դրությամբ մենք նաեւ կարողանում ենք ապագա պոտենցիալը հաշվարկենք։ Իհարկե ոչ ճշգրիտ, բայց ճշգրիտին մոտարկված կարողանում ենք որոշակի պատկերի դուրս գալ։ Եվ ինչ է ստացվում այդ գումարում համից։ Դուրս է գալիս, որ պետք է 3 ուժ կամ նախապես դաշինք կազմեն եւ դաշինքի ֆորմատով մասնակցեն ընտրություններին, բայց պարտադիր հավաքնեն 17-18%-ից բարձր այդպես քվե, որ հետո կողմերն ինչ որ ունենան։ Որտեղ երեքով նրանք կարողանան միմյանց հետ կազմեն ներսում արդեն կազմեն կոալիցիա եւ իրականացնեն Նիկոլ Փաշինյանի իշխանազրկում։ Եթե սա տեղի չունեցավ, ապա դուրս է գալու պատմական մեկը 17-ական, ճիշտ հասկացա։ Յուրաքանչյուր մասնակցող դաշինք կամ կուսակցություն 17%-ից ավել միջինում 17%-ից ավել պետք է ունենան վստահության քվե։ Իսկ դուք Գյումրի 2-ի եք նմանացնում։ Պայմանական կոչենք, այդ շանսերն եք տեսնում, եթե վերացած մաթեմատիկան աշխատի։ Գյումրի 2 քաղաքական դաշտում շատ են ասում, բայց ես Գյումրի 2-ի չեմ կարող նմանեցնել, որովհետև թիմ ընտրություններում այլ է, համապետականում լրիվ այլ է պատկերը։ Տեսքը նկատի ունեմ։ Տեսքը այո նման է, տեսքը նման է, բայց քանի որ այդ տեսքի մեջ նույնիսկ գոյություն ունի սահմանափակում, օրինակ Գյումրիում կամ ցանկացած թիմ ընտրությունում կարող են այդ թվում 5 ուժ համագործակցել դարձնել կազմել կոալիցիա կամ առանց կոալիցիոն գործընկեր դառնալու քվեարկություն կատարել։ Իսկ այս պարագայում, եթե այդ 3 ընդդիմադիր խաղացողներ, դերակատարները, եթե ներսում կոալիցիա չեն կազմում, ապա գնում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ։ Երկրորդ փուլի պարագայում Նիկոլ Փաշինյան եւ ընդդիմադիր դաշտի ամենաշատ ձայն քվե ստացած ուժը միասին արդեն գնում են մրցակցության։ Այ հիմա այս ապագա կառուցվածքն էլ պետք է ճիշտ հասկանալ։ Ով է այդ ընդդիմադիր դաշտի ամենից շատ հավաքած ձայները, որովհետեւ կան դերակատարներ, հիմա թույլ տվեք իհարկե եթերում չեն չեսնել, որովհետեւ հենց հիմա ես անցնում եմ պայմանավորվածությունների ու բանակցությունների փուլով եւ կոռեկտ չէ որևէ այդպես անուն հնչեցնելը։ Կան դերակատարներ, որ եթե Նիկոլ Փաշինյանն եւ այդ դերակատարներն ացին, վստահաբար Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է։ Այսինքն սա նույնիսկ պետք է կանխատեսել։ Չկա հակառակը։ Ճշգրիտ հակառակն էլ կա։ Կա հակառակը։ Այո, կլինեն դերակատարներ, վստահաբար Նիկոլ Փաշինյանը հիմա կա նման դերակատար քաղաքական դաշտում։ Այո։ Կհայտարեն կանոնները։ Այսպիսի ճշգրիտ հաշվարկից ելնելով, եթե մենք գնանք ընտրություններին մասնակցության, ապա ես ձեզ վստահեցնում եմ Նիկոլ Փաշինյանին 5 րոպեում իշխանազրկում ենք։ Հիմա լավ, այդ ամեն ինչի սաղմերը գանք դնա, որ ներընդդիմադիր չէ, ինչ-որ այդ կոնսոլիդացիա չեմ ասում ամբողջական, սաղմեր տեսնում եք, այդ կոնսոլիդացիա է պահանջում իդեպ։
Եվ խնդրեմ շարունակեք, դուք Հայաստանը ԵՍՄ ինչ է անում այս փուլում, ինչ է անում։ Հայաստանի ԵՍՄ-ը հենց կոնկրետ նախաձեռնել է այդպիսի հանդիպումներ միջանձնային երկկողմ բազմակողմ ձևաչափերով տարբեր ուժերի հետ, շարժումների, կուսակցությունների, նախկին դաշինքների եւ այլնի հետ, այո, բոլորի հետ անխտիր։ Մենք չունենք որևէ կաշկանդվածություն կամ որևէ մեկին հանդիպել, չհանդիպել։ Ես ասացի, որ մեր միակ այսպես դիտարկումից դուրս գտնվող ուժերը դրանք Նիկոլ Փաշինյանի օրակարգը սպասարկող կեղծ ընդդիմադիրներն են։ Իդեպ ձեր ասածներում, որ բան եք անում, իրենք կարող է այնտեղ են Երևանի քաղաքապետանի ֆորմատով ավականու ընտրությունով այդ ձեր ասած ուժերը չի բացառվում, այո, մենք նաև փորձում ենք այդ ռիսկերը ճշգրիտ գնահատենք եւ կառավարելի դարձնենք, որովհետեւ կան ուժեր, որոնք որ իրական ընդդիմադիր են, բայց նաև մենք քաջ գիտակցում ենք, որ այդ ուժերի վրա գոյություն ունեն որոշակի այդպես խնդիրներ, խոչընդոտներ, կուտակումներ, որի պարագայում կարող է ուղղակի ճնշման արդյունքում նրանք կոալիցիոն գործընկեր դառնալ Նիկոլ Փաշինյանի հետ եւ ոչ թե իրական դիմության հետ։ Այո, սաղմերից խոսենք են, որ ասեք, իսատ մնաց։ Տեսնում եք այդ կոնսոլիդացիա հաշվի առնելով կա, չէ՞ ինչ-որ հակասություններ կան տարբեր չանուններ չտեղ ուժերի մեջ։ Նորից առաջի համար, չգիտեմ, ինչ-որ կա այդ ձեր ասած մաթեմատիկայի մոտենալու սաղմեր, տեսնում եք։ Տեսեք, ես դեռևս գտնվում եմ բանակցությունների սկզբնական փուլում, հետեւաբար այստեղ չի քննարկում ցուցակ առաջին համար եւ երկրորդ համար։ Դիտարկումներ ընդհանուր։ Հետեւաբար դեռևս չեմ կարող պատասխանել։ Ես լավատեսությամբ եմ տրամադրված, որ այդ հայկական այդ պարակտման, այդ ամբիցիոզ եւ այլն երևույթները այս անգամ գոնե խոչընդոտ չեն հանդիսանա, որովհետեւ այս պարագայում ոչ թե մրցավազք է աթոռների համար, այլ պետք է մրցավազք լինի ամբողջ քաղաքական դաշտում Հայաստանի Հանրապետության լինելիության համար։ Ահա, այդ հարցն եմ ուզում տալ, լավ առանց անուն տալու գերակշռում են ավելի ուժերը, որոնք ուզում են Փաշինյանի հերացումը երկրի ձեր ասած կասեցման կանգան, թե իշխանության եկողներ։ Այս սահմանային փուլում դեռևս գերակշռում են այսպես գաղափարի կողմնակիցները, բայց քանի որ գիտակցում ենք, որ սա առաջին փուլն է եւ երկրորդ փոխության կողմնակիցները, ոչ թե այո, բայց երկրորդ փուլում արդեն կարող են այդպես հերթական համարների տրամաբանությամբ փոխվեն։ Մոտենալիս։ Լավ, գաղափարին կողմ ենք, բայց որ համարն եք տրամադրում եւ այլն։ Դրանք իհարկե չենք կարող դրանից խուսափել, բայց այնուամենայնիվ Բայց որ դրան անցան պարտվելու է ընդդիմության շանսերը մեծանում են, չէ՞։ Եթե անցանք դրան, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է։ Միանշանակ այդ վտանգը կա։ Այո, սա պետք է բոլորը գիտակցեն, իսկ ովքեր որ չեն գիտակցում, պետք է ունենանք շատ կոշտ, շատ առարկայական ու ճշգրիտ հաշվարկված զրույց ու բոլորի հետ։ Այսինքն ձեզ ճիշտ հասկացա, որ եթե հիմա ստացվի փողոց իմպիչմենտ տարբերակը ստացվի, բայց ընտրություններով հաղթելու բացառել, դա չեք ասում նման բան, որ որտեղ կան ուժեր, որոնք ասում են ինչ էր ուզում ենք անենք ընտրություններով ավելի մեծ է վերարտադրման շանսը Փաշինյանի։ Մյուսներն էլ միջին են ասում, այսինքն դուք ռեալ ասում եք, որ ընտրություններով վերարտադրվել է, այնպես չէ, որ միանշանակ է Փաշինյանի։ Միանշանակ չէ, միանշանակ չէ, որովհետև նորից եմ կրկնում, գնդակը գտնվում է ընդդիմության դաշտում։ Նիկոլ Փաշինյանը այլևս քաղաքական դաշտում որոշողը չէ, որոշող ընդդիմադիր դաշտն է։ Ընդդիմադիր դաշտը կաշխատի այդ ճշգրտությամբ, ամբիցիաներից զուրկ, չեմ ասում այդպես ասել լավ գալիս ենք աշխատենք ու ոչինչ բան չենք չեմ։ Այդպես էլ չի լինի, բնական է։ Բայց տրամաբանված, փաստարկված կգան աշխատանքային սեղանի շուրջ կնստեն, ապա տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի իշխանազրկում։ Յուրաքանչյուր իր առանձին ամբիցիայով կշարժվի առաջ, ապա տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի վերարտադրություն, ընդդիմադիր մի քանի այսպես մանդատ ստացած падգամավորները հետագայում կդժգոհեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կորստից, անկախության կորստից եւ այսպես շարունակ։ 5 տարի, ինչպես այսինքն դուք եթե գնաց ձեր գծած մաթեմատիկական սցենարով, միանշանակ Փաշինյանին հերացնող նոր կառավարությունը կոալիցիոն է լինելու, չկա այլ ընդհանրստեյություն։ Այո, այս բան չունենք։ Դա չնայած նախկինում այդ փորձեր եղել են ու չի վրա։ Փորձեր եղել են, հետո չտարբերել է հատաները։ Եթե մենք այդպես սոցիոլոգիայով հաշվարկներով առաջնորդվում ենք եւ նորից եմ կրկնում վարկանիշի աճի պոտենցիալի հաշվարկել ենք իրականացում, որոնց վրա ազդող գործոնները բազմաթիվ են, յուրաքանչյուր գործոնի համար առանձին պատասխան է պահանջվում, ապա վստահաբար Նիկոլ Փաշինյանը այսպիսի ճշգրիտ աշխատանքի պարագայում 2026 թվականին չի լինի իշխանություն։ Իսկ դուք տեղեկացնում եք, դուք ոսմեք հանդիպումներ, բնականաբար էլի ուրիշներն էլ ուրիշների հետ, հա, ընդդիմադիրները կա, չէ՞ այդ հանդիպումները գնում են դրանք, չէ՞ մեկուսացել ոչ ոք միմյանցից։ Չէ, բայց ես քանի որ այդպես իմ հանդիպումները չեն, ես չգիտեմ նրանց օրակարգի ինչն է, այո, տեղյակ եմ որ կան հանդիպումներ։ Բացառապես բոլորի հետ, ճիշտ եմ դες հասկանում։ Բացառապես չէ, նախագահների հետ էլ նաև։ Բոլորի հետ բացառապես։ Իմպիչմենտի լսումներին կայք։ Այո։ Մի հարց էլ, ասենք ընդդիմության դաշտում է թողնել չթողնելը, այնպես անել որ չլինի, բայց մենք չենք մոռանում, որ Հայաստանի մասին ենք խոսում, որտեղ միշտ, գրեթե միշտ
հեղաշրջում կլինի, իշխանազավթում կլինի, թե սովորական ընտրություններ կլինեն, դրսի գործոնը ով էլ հերքի հաստատ ունեցել է, չեմ ասի վճռորոշ, բայց ինչ որ դեր։ Կարող է նաև ոչ դեպքում վճռորոշ, ինչ իմանանք, որ թվի երբ։ Հիմնականում դա բնականաբար հաշվառելով ազդեցություն միշտ կապել են Ռուսաստանի եւ այլնի։ Հիմա մենք այս վիճակում, որ եկել ենք այսօրվա դրությամբ ենք նայում, հաշվառելով արևմուտքի ակտիվացում Միացյալ Նահանգների, այդ մենք այստեղ տեսնելու ենք Մոլդովայի նմանով մի բան ընտրության պարագայում արևմտամետներ, ռուսամետներ եւ այդ դրսի գործոնը ազդելու են դաբրոն կա թե չկա եւ պետք է դրան սպասել թե ոչ, այսինքն առանց դրա դա խանգարի ընդդիմությանը կօգնի իշխանությանը ինչ վիճակ կլինի այդ առումով դաբրոների խնդիր չկա ես համենայն դեպս ինձ համար երբևէ ես դա չեմ համարել այդպես ռացիոնալ վարքագիծ բայց այո ճիշտ է գեոպոլիտիկ կենտրոնները մշտապես ունեն փոքր երկրի ընտրական process-ների վրա ազդեցություն բայց նախ ընտրական այսինքն մինչ ընտրական process-ներում են ունենում այդ ազդեցություն այսինքն փափուկ ուժի գործադրմամբ տարբեր տեսակ գրանտներ հասարակական կազմակերպություններ եւ տարբեր շրջանակների ֆինանսավորումների արդյունքներում ունենում են էլեկտորալ զանգված, որոնք որ կառավարվում են այո այդ ֆինանսավորող կենտրոնների կողմից։ Հիմա նրանց ուղղորդելու են պայմանականորեն Նիկոլ Փաշինյանին ընտրեք, ընդդիմադիր այսինչ ուժին ընտրեք, այնինչ ուժին ընտրեք եւ այլն։ Այո, բոլոր այդպես միջազգային կառույցների, այլ երկրների ազդեցությունը սրանով սկսվում, շարունակվում է։ Այս անգամ էլ կլինի արդեն կա փաստացի, այսինքն մենք տեսնում ենք տարբեր ուժեր, որոնք որ տարբեր կենտրոններից ֆինանսավորումներ են ստանում կամ եթե նույնիսկ նրանց գոյության, այսպես ասած Նիկոլ Փաշինյանը ինչու է ցանկանում տարբեր կուսակցությունների ֆինանսավորման աղբյուրները բարձի, ակնհայտ է, չէ, եթե մարդը զբաղվում է միայն այդ գործունեությամբ եւ որևէ այլ եկամտի աղբյուր չունի, ակնհայտ է, չէ, որ նա որևէ տեղից ֆինանսավորում ունի։ Այսինքն պետք է բարձել դա, որտեղից են այդ ֆինանսավորումները։ Հիմա ինչ վերաբերվում է իշխանապողության ժամանակ տարբեր պետությունների ազդեցություններին, այստեղ պետք է տարբերակենք։ Փողոցային պայքար է, թե չէ։ Եթե դրական process-ը չկա այդպիսի պետություն, միջազգային կառույց, որը կարողանա բուն ընտրական process-ների վրա ազդեցություն թողնել։ Խորհրդարանական ընդդիմությունը ասում է, որ եթե ընտրությունները հաստատ հաջորդելու են նախ հետընտրական process-ներ, ասում են իրենք, որ կլինի փողոցային եւ այլն։ Այ հետընտրական process-ների վրա վստահաբար արդեն տարբեր ուժեր ունենում են ազդեցություններ։ Օրինակ կարող են գեոպոլիտիկ կենտրոնները գալ պայմանավորվածության, որտեղ եւս ձեռնտու է այսինչ գործողությունը կատարելու համար այս իշխանությունը էլ դիմի Թուրքիային, ասի այդպես հարցակում են գործելին վրա, խնդրում եմ եկեք զորք մտցրեք եւ այլն։ Այսինքն պարտադիր չէ որ արևմուտքն ու Ռուսաստանը լինեն, հա, ես գնում ավանդական են բաժանման ճանապարհ։ Իսկ Մոլդովա, հա, կարող է թող, իսկ Մոլդովայի այդ հարցը Հայաստանում դրված է այդ սրությամբ, ինչպես Վրաստանում ու Մոլդովայում։ Տեսնում ենք, Վրաստանում անգամ թիմ ընտրություններում է դա դրված։ Մոլդովայում էլ տեսանք։ Արդյոք այդպես հստակ դրած է ու ովքեր են այդ պարագայում արևմտամետներ, այսինքն պայմանական իշխանությունը արդյոք Մայասանդու է, իրոք արևմտամետ է ու ընդդիմությունն էլ իրոք ռուսամետ է, որ այդ բաժանումը դրված է, թե չկա այդ հստակ բաժանումը։ Հայաստանում ամեն ինչ խառնված է իրար, որովհետև Հայաստանը արևմտամետների կարող է ինչ որ ուժ լինել, որ իրեն արևմտամետ է հռչակել եւ ես իմ տեսադաշտից բացակել, դրա համար ասեմ գերակշռող մեծամասնությունը դրանք արևմտամետի անվան տակ հանդես եկող թուրքամետներն են։ Հայաստանում չկա արևմտամետություն եւ ռուսամետություն։ Հայաստանում գոյություն ունեն բնական շահեր, որոնք որ համադրվում են X, Y, Z պետությունների կամ գերտերությունների հետ։ Օրինակ ԿՊ-ն Փաշինյանը արևմտամետ է։ Ինքը անկեղծ է, որ ասում գրում Եվրո, հա։ Իհարկե ոչ։ Փաշինյանը որտեղ ասում են մարդիկ իրենք իմ հարևանների հետ որ զրուցում է, երբեմն ինքեր ասում են օքեյ, հավատանք, բայց մենք այսպես ենք հակառուսական կամ ազդեցությունը իրոք ռեալ բան չենք տեսել այս իշխանությունից։ Բազան կա, ամեն ինչը կա, ԵԱՏՄ-ն կա, առևտուրը աճում եւ այլն։ Փաստարկներ են բերում մարդիկ։ Փաշինյանը արևմտամետ չէ, Փաշինյանը թուրքամետ է։ Փաշինյանի քանի ձևաչափով հիմնավորենք, որ Փաշինյանը թուրքամետ է։ Փաշինյանի բոլոր գործողությունները ի նպաստ Թուրքիա եւ Ադրբեջանի են, ի վնաս Հայաստանի Հանրապետության, տնտեսական կառուցակարգերը այդ թվում փոխակերպվում են թուրքամետության եւ Հայաստանի Հանրապետությունը դառնում է սպառողական պետություն։ Իսկ սպառողական պետություն դառնալու պարագայում խոսել արևմտամետության կամ ռուսամետության մասին դա ուղղակի ցնդաբանություն է, որովհետեւ Հայաստանը ռուսներին տեղում չի սպասարկելու կամ ամերիկացիներին ու եվրոպացիներին տեղում չի սպասարկելու, տեղում Թուրքիային է սպասարկելու։ Ընդ որում վերջերս նաև այդպես խորհրդակցություններ եղել բնապահպանության նախարարությունում եւ փոխնախարարը հայտարարել էր, որ մեր վարչապետը ասել է մենք գնում ենք սպառողական պետության, սպառողական տնտեսության կառուցման եւ մենք պաշտպանելու ենք մեր վարչապետի թեզը, հետեւաբար մեզ ձեր արդյունաբերությունը ընդհանրապես չի հետաքրքրում։ Իսկ սա
կանաչ ճանապարհ ու կանաչ լույս է Թուրքիայի համար Հայաստանի Հանրապետության տնտեսության կլանման համար։ Իսկ շոր կբերենք առնեք, լոլիկը կգա։ Հետևաբար Փաշինյանը ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ է, Փաշինյանը հստակ թուրքամետ է։ Արդյունաբերությունից խոսեցիք, սպառողական եւ այլն։ Հիմա 26-ի տնտեսական ծրագրերը կամ բյուջեն ինչքանով որ արդեն հասանելի է կամ պետության միտումները տեսնելով կառավարության։ Այ չկա այդ արդյունաբերական ներդրումներ ներգրավելու եւ այլ բաղադրիչ արտահանման խթանմանը ինչով որ դե հզորանում է չէ տնտեսությունը սովորաբար այդ կետերն են բախկա դու ինչ եք տեսնում դրա ցավոք սրտի 26 թվականի բյուջեն հրապարակված է անունով բայց բովանդակությունով դեռևս ոչ որովհետեւ 2 օր է փորձում եմ 3 օր նույնիսկ փորձում եմ ներբեռնել չեմ կարողանում կառավարության կայքից ներբեռնումը կատարեմ որ վերջնական ուսումնասիրությունը կատարենք կծկտուր ինչ որ թվաբանության կարողանում ենք տիրապետենք եւ բյուջեն որևէ բանով չի տարբերում 25 թվականի 24 եւ 23 թվականի բյուջեներից այսինքն եւս մեկ անգամ ուղղված չէ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ հզորացմանը բայց ավելի դետալային մեկ շաբաթից կարծում եմ եթե ձեր մոտ էլ հնարավորություն լինի զրույց իրականացնելու միասին դետալային անդրադարձ կատարենք եւ ներդրումային միջավայրին եւ ՓՄԶ ոլորտին եւ այլն բյուջեում հաճախ գրում են այսինքն են նախադասությունները copy paste անելով նախադասություններ, որոնք որ ուղղված են եւ ՓՄԶ ոլորտի զարգացմանը եւ արդյունաբերության զարգացման ներդրումների ներգրավմանը, այսինքն այսպես հիպոթետիկ ձևակերպում խթանելու է ներդրումները, ինչպես է խթանելու առարկայական, որպեսզի կարողանամ խոսել, եկեք մենք իրենց 26 թվականի բյուջեի փաստաթուղթը արդեն ունենանք ու դրանից հետո խոսենք, որովհետեւ օրինակ խոսում են նամանավանդ քաղաքական խոսույթում շատ են Նիկոլ Փաշինյան եւ իր թիմակիցները օգտագործում են այսպես հակամենաշնորհային իրենց քաղաքականությունը, որ վերջապես Հայաստանում մոնոպոլիա չկա եւ այլն եւ այլն, զուգահեռ իրականության մեջ անընդհատ ՓՄԶ ոլորտին խեղդում են եւ չեն թողնում ՓՄԶ ոլորտը զարգանա, հարկերով ծանրաբեռնում են, տուգանքներով ծանրաբեռնում են, տարբեր վարչարություններով ծանրաբեռնում են ներկրող ՓՄԶ-ների մասն է, չէ՞, խոսքը ոչ միայն առավել եւս արտադրող, ամենաշատը տուգանում են ու վնասում են արտադրող ՓՄԶ-ներին, այդ թվում միկրոձեռնարկություններին։ Հիմա տեսեք, ինչ է նշանակում հակամենաշնորհային քաղաքականություն, այսինքն կան որոշակի արդեն խոշոր խաղացողներ, նոր խոշոր խաղացողը պետք է ՓՄԶ ոլորտից ինքը զարգանա, իր մեջ ներդրումներ կատարի, հմտություններ ձեռք բերի, որպեսզի նոր խոշոր խաղացող հայտնվի դաշտում։ Այս գլխից եթե բարուրի մեջ արդեն բիզնեսին խեղդում են ՓՄԶ ոլորտին, ինքը երբեք չի կարող խոշորանալ եւ մրցակից դառնալ։ Հետեւաբար ինչ խոշոր արդեն կա, սրանով իրավական առումով, վարչարական առումով արդեն ֆիքսում են Հայաստանում մոնոպոլիան։ Այսինքն այդպես չի որ խոշորը գա սպառնա փոքրին կամ կողքը խանութ բացես դու մերի է, այդպես չի։ Չէ, այդպես իրավական եղանակով են ճնշում գործադրում եւ ոչ թե խոշորներն են ճնշում փոքրներին։ Հիմա ինչու սա հիշեցի այս տրամաբանությունով գնացինք, այսինքն այդ թվում էական չի բյուջեի մեջ ինչ է գրած լինելու, կարևորը գրածը եւ իրական թվերը մենք համադրենք, որպեսզի կարողանանք էֆեկտիվ զրույց ունենալ ու այսպես առարկայական ու օրինակներով, որ ինչ է գրված եւ ինչ են իրականացնում կամ այս գրվածքը ինչի է հանգեցնելու։ Այսինքն շատ դեպքերում նաեւ դրական լույսի ներքո նկարագրած ու բացատրած է, բայց իրականությունը վտանգներ հենց ներսում թաքնված են։ Բացահայտենք, ասենք այս որ գրել են դրական լույսի ներքո, այս բացասական հետևանքին է հանգեցնելու։ Շնորհակալ եմ, հաջորդ հարցազրույցը կնվիրենք Հայաստանի 2026 թվականի տնտեսական հեռանկարի դիագնոզին, այսպես կոչեմ, շատ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, Կիզակետում այսօր Հայաստանը ես եմ նախաձեռնության ղեկավար Նայիրի Սարգսյանն էր, Կիզակետի թողարկումներն ուշադրել տեսանյութեր դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Կհանդիպենք